Ընդամենը մի քանի օր առաջ ՆԱՍԱ-ն իրականացրեց իր Artemis 2 առաքելությունը, որի ընթացքում 4 տիեզերագնացներ մի պտույտ կատարեցին լուսնի շուրջը ու ետ վերադարձան երկիր մոլորակ, ու այս միանշանակ աննախադեպ բան էր վերջին 50 տարիների ընթացքում, որովհետև վերջին անգամ ամերիկացիները լուսնի վրա եղել էին, եթե չեմ սխալվում, 1972 թվականին, when was the last Apollo mission? Ու 72 թվականից ի վեր էս առաջի անգամներ, որ մարդիկ էլի վերադառնում էին լուսին, ճիշտ է, լուսնի վրա չեն իջել, լուսնի վրա կիջնեն մյուս տարի, այսինքն մյուս տարի մոտավորապես էլի այս ժամանակները ուղիղ եթերով նայելու ենք, թե ոնց են մարդիկ իջնում լուսնի վրա էլի, ու այս ամեն ինչի մեջ ամենազարմանալին ու մի քիչ էլ հետաքրքիրը այն է, որ ոնց որ Ապոլոն լուսնային առաքելությունների ժամանակ, նույն ձև էլ Արտեմիսի ժամանակ գտնվում են լիքը մարդիկ, որոնք որ պնդում են, որ այս ամեն ինչը կեղծ է։ Ու չնայած նրան, որ այս ամեն ինչը ընդհանուր առմամբ տեղի ունենում մարդկանց աչքի առաջ ուղիղ եթերում, այսինքն մարդիկ ուղիղ եթերում տեսնում են ոնց է հրթիռը տիեզերագնացներին հանում ուղղեցիր։ Ու իրոք որ sense շատ լավ լուսանկարներ են կարելի անեն, վերջին լուսանկարները որ կային, դրանք էլի անցած դարից էին, իսկ սրանք արդեն հենց բարձր որակով, նույնիսկ iPhone-ով են էլի նկարել, բայց դե միանշանակ էլի մարդիկ սրանց էլ նայում են, ասում են fake-a CGI-ա, հա, սարքածա AI-ա, բայց չնայած նրան, որ հենց տեսանյութեր էլ կան, օրինակ ոնց է Օրիոնի հրամանատարը նկարում լուսինը Օրիոնի իլյումինատորից։ Ասենք հենց սկզբից էլ երևում է, էլի պատուհանը իլյումինատորը, հետո iPhone-ով է նկարած, զում անելը, հետո թե ոնց է ֆոկուսի բերում ու արդեն երբ որ ֆոկուսը դզվում է, տենում ենք, որ մեր առջև լուսինն է ու բեքգրաունդում մայր մտնող երկիր մոլորակը։ Կամ ասենք մի հատ էլ շատ ուժեղ տեսանյութ կա, Artemis 2-ի անձնակազմից Քրիստինա Քոչը մի հատ այսպես տեսանյութ արել, որի մեջ որ ասենք հստակ իր աչքերի մեջ երևում է երկիր մոլորակի արտացոլանքը, եթե նայեք, այս դեմքի լույսը սա երկրից անդրադարձող լույսն է ու տեսեք Եթե ուշադիր նայեք, հստակ երևում է, որ երկիր մոլորակի արտացոլանքն է, սա բնականաբար թեքում է հենց երկրի վրա, սա այս նույն արտացոլանքը կարանք տենանք հենց իր աչքերի մեջ։ Photoshop-ը արած նայեք։ Հեսա։ Այս արդեն Օրիոնի ճանապարհն է, որը որ պիտի անցնի, որ հասնի լուսնին։ Նայեք, դուրս է գալիս երկրի ուղեծիր, մի պտույտ կատարում է երկրի շուրջ ու այստեղից արդեն իր վրա եղած վերջին ռաստրներով, վերջին շարժն է կատարում, որպեսզի կարողանա դուրս գա երկիր մոլորակի ուղեծրից, կոչվում է այդ տերմինը translunar injection։ Այստեղից արդեն դուրս է գալիս երկրի ուղեծից ու արդեն գրավիտացիայի հաշվին, այստեղ արդեն էլ ոչ մի բան պետք չի, չգիտեմ, վառելիք, ինչ-որ բան պետք չի, գրավիտացիան ինքը լուսնի սկսում է քաշել դեպի իրան։ Ու նույն ձև էլի պտտվելով գրավիտացիայի հաշվին հետ են գալիս երկրի ուղեծիր։ Հետո մի հատ էլ պահ կար, որ ես էլ էի ինձ հարց տալիս, օրինակ մինչև այս առաքելությունը հենց այդ ձև էի պատկերացնում, ոնց էի պատկերացնում, օրինակ ոնց է միջազգային տիեզերակայանը երկրի ուղեծրով շարժվում մոտիկից տեսնում ես, չէ, երկրի մակերեսը, մտածում եմ, որ նույն ձև, նույն հեռավորության վրա էլի պիտի այս Օրիոնը անցնի, բայց իրականում շատ հեռու են անցել, օրինակ որ հենց եթե համեմատենք Ապոլոն առաքելության հետ, Ապոլոնը անցել է լուսնից մոտավորապես ընդամենը 110 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն լրիվ դարձել է լուսնի բնական արբանյակը։ Հեսա այս Ապոլոնի հետագիծն է, ընդամենը 110 կիլոմետր հեռավորության վրա է անցել, իսկ Օրիոնը ապրիլ ամսին անցել է 8000 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա համար էլ այն լուսանկարները, որ տենում ենք, այդքան էլ շատ մոտիկի չեն, էլի նենց ոնց որ միջազգային տիեզերակայանից ենք տեսնում երկիրը։ Զարմանալին ու մի քիչ էլ ներվերի վրա ազդող բաներից մեկը այն է, որ դավադրության տեսություններն են առաջ բերում, թե իբր երբեք մարդիկ լուսնի վրա չեն եղել, հա Ստենլի Կուբրիկն է նկարել Ապոլոն առաքելության տեսանյութերը իբր թե լուսնի վրա, հա։ Էդ էլ խենթ են ասում, որովհետև եթե չեմ սխալվում 69 թվականին
գային թե 67։ Այդ շրջանում Կուբրիկը մի հատ շատ ուժեղ ֆիլմ է նկարահանած լինում, կոչվում է Space Odyssey, ու այդ ֆիլմի մեջ շատ ուժեղ տիեզերքից կադրեր կային, շատ լավ էֆեկտներ կային այդ ժամանակի համեմատ, ու մարդիկ մտածում էին, որ եթե Կուբրիկը կարողացել է այդ ֆիլմը նկարի, ուրեմն հաստատ կկարողանար Ապոլոնի առաքելությունն էլ կեղծեր Հոլիվուդում, բայց դե բնականաբար սա անհեթեթություն է, ու այս էլ մի հատ առանձին վիդեոյի թեմա է, որ մանրակրկիտ պիտի վերլուծվի, ընդհանրապես պիտի իմանանք մի բան, որ ու այդ բացարձակ ճշմարտություն է, այն ինչ որ պիտի իմանանք, որ համենայն դեպս բոլոր փաստերը դրա մասին են խոսում, որ ամերիկացիները իրոք եղել են լուսնի վրա ու այս տարի են լուսնի շուրջը պտտվել հետ եկել, ու ասեմ ավելին, մյուս տարի էլ հենց էլի վերադառնալու են լուսին ու էլի իջնելու են լուսնի վրա։